քանի որ հիմա դեռ սուրճը այդքան շատ դուրս չի գալիս, կապուչինո եմ պատրաստել, որ դրսում վայելենք։ Սիրելիներս, եկաներս ու ասացի մի հատ բան ցույց տամ, ովքեր չեն տեսել նախորդ վլոգը, խնդրում եմ գնացեք նկարագրությունների բաժին, տեսեք, որ հասկանաք ինչի մասին է խոսքը։ Կարճ ասեմ, մենք 3 նոր սառնարան ենք գնել ու ես ասացի, որ այն հատվածի համար լուծում ենք մտածել, ուղղակի չի ուզում սպասել, վլոգը տեղադրեցի։ Հիմա այսօր Կիրակի օրով սուրճը խմեցինք, եկանք ներս, բայց չեմ համբերում, ուզում եմ ցույց տալ մեկ անգամ եւս ասեմ, սա մեր նոր սառնարանն է։ Ու այս հատվածի համար մտածում ենք հետաքրքիր ինչ-որ մի բան, որ համապատասխան լինի ու կարծես թե այսպես ստացվեց, ճիշտ է դեռ վերջնական չի բաժակների ու խմիչքների տեսքը, ուղղակի այսպես որոշեցինք, որպեսզի այստեղ լինի հայկական հիմնականում կոնյակների անկյուն, ճիշտ է ուրիշ խմիչքներ էլ կան, վիսկի բան, ու որպեսզի ճիշտ է մենք խմելու հետ, այնպես չի որ սայր ունենք, բայց դե այս ուզում ենք նորը գնել, բայց այս ունեինք մենք մառանում դրված, որտեղ գինիներն էր շարված խմիչքները, որոշեցինք հենց այսպես բերել, ուղղակի նույն կերպ իհարկե դատարկել, բերել, տեղադրել, այսպես հարմար կլինի արդեն վերցնել, այս կողմից լցնել ծառույցը, լցնել խմիչքը, եթե ցանկանում են նաև այս կողմից խմիչք վերցնել ու հարմար է վերցնել ու նստել այստեղ վայելել։ Այդպես էսել, բայց նայած դեռ պատրաստ չի վերջնական, էլի բաժակները կփոխեմ, ուրիշ կդնեմ, հետո լույսեր պետք է ամրացվեն, բայց դե ասեցի այսպես ցույց տամ, վերջ։ Ու այս կողմում հաղի տերևով տոլման, որ ասեցի, էլի նախորդ վլոգի վերջում, որ հանել եմ, հիմա այստեղ պատրաստել եմ, էլ են սա փաթաթելու, ուղղակի գնամ դրսից էլ մաղադանոց ու թարմը կանաչ սոխ բերեմ կտրատեմ մեջը, այստեղ սխտորը, աղ, սև պղպեղ, չորացած մի փոքր ռեհան և ծիտրոն բավականին շատ ու բրինձ, Էլենս սիրում է առանց տոմատ, առանց ոչ բան ու հիմնական բոլորս ենք այդպես սիրում, որ միայն լինի այսպես ու սխտոր մածունով ուտենք, դրա համար տոմատ ոչ բան չեմ ավելացնում։ Եկա կանաչիներիս հետևից ու ինչպես տեսնում եմ, ինչպես հասկանում եմ, ամուսինս խոտ է քաղում։ Այն հատված ասել, չեր համբերում ասացի չէ, որ անձրև է եկել, խոտերը երկարել է ու իր սիրտը կանգնում է, երբ որ անհարթ է լինում, անհավասար ինչ-որ բաներ, ստեղ է փոխել այս կողմ, որպեսզի նա խոտ քաղի։ Ես էլ եկել եմ մաղադանոսը դեռ այստեղ է, ասեք ինչ լովն է, դեռ չեմ ցանել, այս անցած տարվանն է ու սոխերն էլ այս կողմում են։ Ահա, այսպես, այսքանը բավական է, ոյ սիրելիներս բազմիցս եմ նշել, մեկ անգամ էլ ասեմ, այնքան հաճելի է, որ քո այգուց, քո հողամասից, ինչ-որ թեկուզ ես մի քանի ճյուղը քաղում ես ու օգտագործում ես, այդ միայն երկար տարիներ բնակարանում, կվարտիրաներում ապրողները կհասկանան, քաղաքում, այդպես գնամ ես էլ ավելացնեմ, Ես սալատ լվանամ կամելենիս ու էլ ճան ես գնամ կշկնեմ, գնամ կշկնեմ խապայդը։ Ալենի հարմարությունները։ Ինչ ֆիլման էր։ Կորեական։ Բանա, հիմա այդ կոյանը շասողորում։
Սիրելիները, շարունակվում է մեր ընտանեկան կիրակին, այս կողմում խմոր եմ արել, որ տնական հաց թխեմ, էլ ինչ կիրակի առանց տնական հացի, այս սոխու կանաչինա, տոլմայի, Էլենը կեսնա լցրե, որովհետև ինքը թարմ կանաչի չի սիրում տոլմայի մեջ, տեսեք կեսնա լցրե, ամեն դեպքում պետք է լավ արե, այստեղ կարտոֆիլա, ձիթապտղի յուղ, այսինքն աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ռոզմարին ու մի փոքր էլ հայկական համեմունքներ եմ արել, այստեղ աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ցիտրոն, սխտորի փոշի, հիմա խառնելու եմ, ավելացնեմ թթվասեր ու այստեղ մարինացնելու եմ հավի կրծքամիսը, իսկ սա էլ արդեն հավի խառը մսերա, խառը կտորներա, որը հենց այսպես մարինացրած ենք գնել ու այդ շատ հազվադեպ ա լինում, երբ որ մենք ինչ-որ մարինացված, այսպես տուփով բան ենք գնում, բայց դե ունենք, այսպիսի դեպքերի համար, երբ որ շատ շտապ ա լինում, ունենում ենք սառնանում, էսա, դրա համար յուղերը կաշները հանած չի, այսպես էլ կթողնեմ ու այստեղ էլ հիմա մարինացնում եմ, այս հիմա լավ խառնեմ, այստեղ մարինացնենք կրծքամիսը։ Ահա, այսպես թթվասերն էլ լցրեցի, հիմա խառնում եմ ու արդեն կարող եմ կտորները իջացնել, տեղավորել ու թողնել լավ խառնել ու թողնել որ մարինացվի։ Ահա այսպես, պատրաստ է արդեն, այստեղ այսպես մարինացրեցի, փոքր կտորներով եմ արել, կարտոֆիլը, միսը, բայց որոշել եմ սուրճ խմեմ, մի հատ հանենք դուր սուրճ խմենք, սև սուրճ եմ, նկատին եմ կապուչինո չէ, տեսնեմ ոնց կընթանա, բայց դե Ալենն ու Զոյկան սոված են իրենց տոլմա լցնեմ իրենք ուտեն, վերջ արդեն պատրաստ է, դնեմ թող Ալենս ու Զոյկաս կան ուտեն, այսպես, ինք էլ գնանք սուրճ խմենք, իր նման մանր նշպիկ ա փաթաթել են, վերջ այդ ընթացքում էլ ամուսինս արդեն ամբողջությամբ քաղեց խոտը և նորից դասավորեց ամեն բան իր տեղերում։ Երեխեքն եկել են դուրս, Զոյկաս իր տնակն է մաքրում։ Տնօրենի պատրաստությունն է, տեսա ես էլ եկել եմ, այստեղ պարկելու եմ այս ծառի տակ։ Այսենց պարկեմ ու պասիվ հանգիստս վայել եմ։ Ոյ, ինչ սիրուն է երկինքը։ Հերթը փոխվեց, հիմա հերթը Զոյկային ու Ալենինն է, իհարկե Ալենի ներվերի հաշվին է Զոյկան խաղում, չխայնացնում է, բայց համբերատար սովորացնում Ալենը։ Քան լավ եղանակ է, որ ոչ շատ ցուրտ է, արևա տաք է, ճիշտ այնպես չի, որ վիտոն շորտիկով է, բայց տենց չի, որ շատ շոք է, որ հագնված ես, չես մրսում, ոչ էլ շոքում ես։ Ինչ սիրուն է եղնակ, ես տեսարանը մի հատ ամպերա, կանաչը ու երեխեք։ Ահա, հիմա Զոյկան եկել իմ հետ պարկել է, հիմա էլ Էլենս է խաղում։ Բարև ձեզ, այսօր կիրակի է, ու ոնց տեսնում եք, մամաս դե պարկած է, պապան էլ, ոնց տեսնում եք, մամա ծաղ է կատարի, սենց թերմիս տրամպոլին, նայեք էս էլ ծաղիկը, Ես ով նվիրեց մամային։ էսի պապան տվեց մամային։ Մեր յասամանն է։ Հա։ Այսօր դու ես վլոգը վարում։ Հա։ Այսօր ես ծաղ վլոգը ես եմ արելու։ Այս մեկն արդեն պատրաստ է, երկրորդը մատնաքաշ եմ արել։ Մամա,
Ես կամարա։ Ապրի ես էսա Դուրս բռնում։ Այ հիմա արդեն Բասի, մազետ կապենք Հա։ Պետք է ես բինգոին բռնում։ Այ հիմա արդեն ամբողջական է բակը Երբ որ բինգոն ստեղ է Արի Արի ստեղ, արի զոյկայի մոտ Վերջ բերեցի դուրս Սկսենք շարել Բարև ձեզ։ Ոնց մաման օգնում է պապային ու մաման ցենց միսը անում է ու հետո Այսի հավի կրսկամիս է պետք է ցենց What experiment խորոված անեմ Սենց բան անենք ու հետո Հետո հաց ուտենք ընտանիքով ու հետո Դու սիրում ես, երբ որ մենք ընտանիքով ենք հաց ուտում, շատ ես չէ սիրում։ Զոյկան փոքրուց դեռ սիրում է, սովոր է չնայած, երևի դրա համար։ Ու որ առանձին ենք մեկ-մեկ ստիպված լինում, երբ որ իրենք դասից գալիս են։ Ասում եմ, սենց կուտեմ, սոված եմ, բայց ես սիրում եմ, երբ որ մենք ընտանիքով ենք հաց ուտում։ Չէ՞։ ցենց ավելի լավ է։ Չէ, սիրում ես մեր ընտանեկան ընթրիքները։ Յա։ Որ ուտում ենք, հետո զրուցում ենք, չէ՞։ Ու պապան արդեն բան է անում, որ կարեք խորովածը մեջ անենք ու հետո Հետո Էլենը ներսում ուտելիքներն է պատրաստում։ ու ամանները Չգիտեմ որ արդեն ամաներ կար Ապսեներն եմ ես մենակ բերել։ ու հետո պետք է բաժակ բերի բաներ Սիրում ես կիրակի օրերը։ բայց ես ուզում եմ որ կիրակի է լինում սենց մեր հաց են ծարկում ուզում եմ ես էլ օգնեմ Բայց օգնում ես, էլի դու էլ նկարում ես իմ փոխարեն։ Որ ես նկարեմ պապային ով է օգնելու։ Չգիտեմ Հիմա ես պետք է տեսի, որ ինձ տեսնեք, ես հիմա դպրոցից մասին եմ ասում, ես դպրոցում շատ լավ եմ սովորում, ես սիրում եմ սովորել, ու ես սիրում եմ սենց բաներ սովորեմ, ես ուզում եմ, որ մեծանամ, ուզում եմ ես երկույչ դառնամ։ Երկչուհի։ Հա։ Մեկ էլ ինչ։ Մյուս տարբերակը որն էր։ Մյուս տարբերակը բանա Դու ասա ես կօգնեմ գերմաներեն, եթե գիտես։ Ատ։ Բժիշկ։ Հա։ Ինչ բժիշկ երեխաների։ Հələ չես փոխել որոշումդ։ Լավ է։ Երեխաների բժիշկ ես դառնալ։ Ես 3 հատ բան ունեմ։ Մասնագիտություն։ Հա։ Ու հետո վերջինը բանը սենց բան որ բան են անում որ սենց բանա ատամի բան Ատամնաբուժ ես ուզում հա դառնալ։ ատամնաբուժ Մալադեց։ Երեխաների ատամնաբուժ, տենց։ Փլանցի Ատամնաբուժ, բայց երեխաների հետ որ աշխատի։ Հա։ Ես մի հատ էլ պետք է գտնեմ, որ մեծերին էլ անի։ Ես փոքր լինեմ անելու, իրանք մեծներ, որտեվ գիտեք խի եմ անում փոքրը, որտեվ սենց փոքրը սենց բան, սենց պետք է բան անի, սենց կարամ բան անեմ, փորեմ ու կարամ դուրս անեմ։ Սիրելիներս, ինչպես տեսնում եք, այսօրվա վլոգը Զոյկան է վարում, ձեռքիսս վերցրել է։ Այ սենց շատ հասարակ։ Առանց պարտավորվածությունների, հանգիստ, տնային հագնված, առանց շպարի, առանց ոչ մի բանի կիրակի, այսպես եմ սիրում ես հանգիստ կիրակին, որ կարող ես ուղղակի արթնանալ, նստել, պառկել, հանգիստդ վայելել։ Իհարկե դրա փոխարեն ուրբաթ օրը ու շաբաթ օրը լավ աշխատում եմ, որպեսզի կարողանամ կիրակի օրը այդ ամեն ինչը վայելել։
Այդպես հիմա խորովածն պատրաստ լինի, նստենք մի հատ հաց կուտենք, կհելնենք, հետո կխաղանք, կզբաղվենք, այդպես։ Ահա, արդեն կարտոֆիլը պատրաստվել է։ Այս հացերն է, հատան հացերը, որ ամենաարագն է սպառվում։ Այս են կոմտար արևս մի հատ սկացի։ Բարի ախորժակ։ Մերսի։ Զոյկան գնացել է։ Իրենց սիրելի բաներն է բերում։ Կեչուպների լայն տեսականին։ Արի։ Իչի։ Իչի, լավ իչի, տեսնենք։ Անգերին ամենասիրուն պահը, սուրճն է պատրաստ։ Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Հանգստյան, խաղաղ կիրակին հաջորդում է բուռն աշխատանքային երկուշաբթին ու ես գնում եմ աշխատանքի։ Բոլորին արդեն ճանապարհել եմ ու հիմա ես եմ գնում աշխատանքի։ Լվացքել ունեի, ահագին լվացքն էլ փռեցի ու գնում եմ։ Այնպես չի, որ շատ լավ եմ, ու այնպես էլ չի, որ կարելի է դրա համար տանը մնալ։ Գնանք, տեսնենք, ինչպես միշտ բոլորիդ մաղթում եմ, հաճելի, բեղումնավոր, նոր ձեռքբերումներով, նպատակների իրականացումներով լի աշխատանքային շաբաթ, չնայած որ մայիսի 1-ը հինգշաբթի է կարծեմ, էլի տանն ենք, ոչ աշխատանքային օր է ու այդ շատ հաճելի է, երբ որ աշխատանքային շաբաթվա մեջ եւս մեկ օր տանն ես լինում, կիսվում է շաբաթը ու շատ լավ է անցնում, այն հույսով որ այսօր էլ աշխատեմ, վաղը տանն է, այստեղ էլ է մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր։ Ու դրանից հետո չգիտեմ, միշտ այդպես է լինում, երբ հինգշաբթին ոչ աշխատանքային է լինում, հիմնականում բժիշկը ուրբաթ օրերը պլանավորում է, այսինքն որ հինգշաբթին միտեղ գնա, հինգշաբթի ուրբաթ շաբաթ կիրակի հանգստանա, բայց դե ուրբաթ օրը եթե նա էլ այնտեղ չի, ապա գնում են գոնե հեռախոսազանգերին պատասխանելու ու նորից դեղեր գրելու կամ էլ ասել եմ արդեն այդ դեղորայքը երբ որ գալիս են գնելու էլ այդ բան կաթիլները, խնամքի միջոցները, այդպես սիրելիներս, մի խոսքով գնացինք, շլավ արևա։ Սիրելիներս, եկել եմ տուն, այսօր մի փոքր շուտ եկանք, որովհետև բժիշկը ուշ էր եկել 3 Իսլանդ էր գնացել, չէ, Իռլանդիա։ Իռլանդիայից ուշ էր եկել, մի խոսքով հոգնած էր ու այսօր մենք շուտ վերջացրեցինք։ Դրա փոխարեն վաղ ավելի երկար կաշխատենք։ Հայկա մի փոքր հաց կերա ու վիտոն հասնում է, ասեց սպասի գամ գնանք խանութ, բայց դե չենք ուզում սպասենք։ Պայմանավորվեցինք, այսինքն որ գնանք մենք շպար, ինչև ինքը գա, ինչի համար ենք ուզում ես ու տղես, մենակ գնանք, ալեն ինչ ունես տոպրակիտ մեջ։ Ուրեմն, մեզ մոտ իհարկե միշտ եղել է այդ շշերի հանձնման կետը, բայց հիմա այս վերջերս շատ ու շատ շշեր, կոնկրետ այն շշերը, որոնք մենք հաճախակի ենք խմում, փոքր գազավորված ըմպելիքների, ջրի, գազավորված ջրի, ինչպես բոլոր եվրոպացիներս ասում ենք ջերմուկ, գազավորված ջրի այդ տեսակը, որը մենք սիրում ենք, դրա շշերն է, որ պետք չի թափել հենց մեր խանութում, որտեղից գնում ենք, այնտեղ մեծ բացել են, որ կարող ես հանձնել, այսինքն դե ցույց եմ տվել ու կարծում եմ շատ-շատերն են ցույց տվել, ինչպես է կատարվում, գցում ես, հետո կտրոնը դուրս է գալիս, այդ կտրոնով գնումներ ես անում, այնպես չի որ փող են տալիս քեզ, ու այս ընթացքում դա այդքան միշտ հյուրեր ունեցանք, Ալենի սնունդը, զատիկը, Ալենս սենց դրել է ես տոպրակը նկուղում ու ես էլ հետ է, այսինքն Red Bull-ի շշերը, այդ տարաները, այդ գազավորված ըմպելիքի այսպես հավաքել ենք մի քանի օրվա ընդամենը,
այնպես չի, որ մենք շատ գազավորված ըմպելիք ենք խմում, բայց կոնկրետ այն բնական հյութերը, մանգոյի, որը Էլենս է խմում, Էլենս է սիրում, մի խոսքով, հիմա հավաքել ենք, հետաքրքիր է, թե ու գիտեք իմ համար ինչն է ավելի, որ ես օգնում եմ իրան, կարծում ինձ հասկանում եք ինչի նկատի ունեմ, որ պետք է այս տարիքից, երբ որ երեխան ունի ձգտում ու ցանկանում է գումար վաստակել ու հասկանում է, որ այդ թափելու փոխարեն կարելի է 2 քայլ գնալ ու գումար աշխատել, իրեն ձեռքի գումար ունենալ, այդ շատ գովելի է։ Այդպես, հիմա գնում ենք, հասնենք տեղ, մինչև մենք այդ հանձնենք, ամուսինս էլ կգա։ Հետո պապային կասես ինչքան փող ես աշխատել։ Հանի, տեսնենք ինչքան էր։ Մոտավորապես 4 եվրո, տեսնում եք, առանց ոչ մի բանի պետք է թափենք 4 եվրո։ Հասանք տուն, շատ արագ ընթրիքի սեղան եմ պատրաստում, որ բոլորս միասին ընտրենք, պատրաստել եմ ոսպ ու բրինձ, հիմա աղցան կպատրաստեմ, այստեղ էլ գրիլ հավիկներ ունենք, մի խոսքով երշիկ, պանիր եւ համեղ ընթրիքը պատրաստ է։ Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք, գնում եմ աշխատանքի արդեն 3 շաբթի է այսօր, վաղնել ենք գործի ու 2 օր տունն ենք, հույս ունեմ, ուրբաթ օրն էլ ենք տանը, 3 եկա մի բան էի ուզում ասեի, բայց այսպես հարմար չեղավ, մի բանի մասին էի ուզում խոսել, մի հատ կարճ խոսեմ ու գնամ, երեք այնպիսի մի բան տեղի ունեցավ, որ մեկ անգամ եւս համոզվեցի, այսինքն ես համոզված եմ, ուղղակի եւս մեկ հոգու, մեկ մարդու կարողացա ապացուցել, համոզել, որ հավատը, հույսը, սերը, բարությունը կարա փրկի աշխարհը, այս դեպքում իրեն, իմ գործընկերուհին, ինչ մենք այնտեղ էին, ինչ ես ընդունվել եմ աշխատանքի, ինքնիզնից մի քանի օր շուտ ընդունվել։ Ավստրիացի է, ինձանից 3 տարի փոքր։ Շատ դոմինանտ աղջիկ, իր ասածի տեր, այսպես թիթիզ, կապրիզնի մի քիչ էլ, ու կարծես աշխարհն իրանն է, մենք բոլորս իր աշխատողներն էինք, այսպես, ու երեխա չունեն։ Ես հետագայում պարզեցի իր չարության պատճառը, իր նախանձի պատճառը, դե նախանձը ամեն տեղերում էլ կա մեկը մեկին նախանձելը, մեկը իրենից ավելի շատ գիտի, մեկն իրենից ավելի շատ կրթված է, ավելի շատ կրթություն ունի, մի խոսքով ամենքին մի կերպ մի բանի համար նախանձում են ու կոնկրետ ինձ իմ հանդեպ ոչ մի չարություն չեմ նկատել, բացահայտ չարություն, բայց զգում էի, որ կա բաներ, որ ասենք իր մոտ խոսվում էր, արվում էր կամ բան, մի քանի րոպե հետո նույն բանից տեղյակ էր բժիշկը, իհարկե ոչ չարախոսություն է, ուղղակի դե կատակներ կամ ինչ-որ մի բան, ու այդպես կարծես ինքը ուզում էր ամեն բան անել, որ այսինքն արեց, ինչ ես այնտեղ եմ արդեն ասել եմ, չէ, քանի հոգի աշխատանքից դուրս եկել ու բոլորի պատճառը ինքն էր։ Ինչ չգիտեմ, ինչեր էր ասում բժշկին, ինձ նախանձում էր կոնկրետ այն բանի համար, որ ես 4 երեխա ունեմ, իսկ ինքը չունի։ Ու արտահայտվում էր, ինչի պետք է մարդիկ ունենան ու հիմա ասեն, մարդիկ պաշտպանվեն, որ երեխա չունենան, իսկ ես այսքան տարիներ, ասում արդեն ես 20 տարուց ավել է ունեմ զուգընկեր, բայց մենք չենք կարողանում երեխա ունենալ, չնայած այն բանի, որ մեր մոտ ամեն ինչ կարգին է։ Ու այդպես սիրելիներս ես սկսեցի իր հետ ոչ բացահայտ աշխատանքներ տանել, ոչ ես ինքս ինձ խոստացել էի, որ ես իրեն հետ եմ բերելու այս նախանձի ճանապարհից, այս չարության ճանապարհից։ Ինքը նախանձում էր բոլոր նրանց, ովքեր երեխաներ ունեին։ Երբ որ զանգում էին երեխաների ծնողները, նոր հաջորդ տերմին իրենց երեխային ուզելու, ինքը ամեն պատճառ գտնում էր, երեխա ու փոքրերին հիմնականում, ամեն պատճառ բռնում էր, որ մենք հիմա տեղ չունենք, հիմա զբաղված ենք, հիմա էս, հիմա այն ու չեր ուզում։ Երբ որ գալիս էին փոքր երեխաներ, ինքը ներվային անում էր, մի կպեք ժալյուզիներին, մի կպեք սրան նրան, ու այն հետազոտությունները սկզբնական, որ պետք է երեխան, թեկուզ այն աչքի կաթիլները կաթացնելը, որ ինքը պետք է կաթացնել, որ մենք հետագա հետազոտություններ անենք, ինքը նույնիսկ դա չէր ուզում։ Այդպես ու ասում էր, որ ես չգիտեմ, ես աղտում եմ երեխաներին, այսպես էնպես, մի խոսքով սիրելիներս, թե հիմա ինչ ջանքերով, ինչ տանջանքներով հասանք այն բանին,
որ ես արդեն վերջի 2 ամիսների նկատում էի, որ ինքը լրիվ փոխվել է։ Ինքը իմ ընկերուհին է դարձել, չնայած ես բազմիցս եմ ասել, որ ու շատ-շատերն են այդ համոզման, որ գործ ընկերուհին երբեք ընկերուհի չի կարա լինի։ Մի բանի մեջ միշտ ասել եմ ու ես այդպես խոսքել ունեմ, գրված, իհարկե դեռ ոչ հրատարակված, բայց գործ ընկեր բառն արտաբերելիս կամ լսելիս կենտրոնացեք միայն գործ բառի վրա, որովհետև հաջորդ արմատը ուղղակի միայն իր կողքը դրված է։ Գործ ընկերը կապ չունի ընկերոջ հետ։ Այդպես ու իհարկե զգուշանալով, բայց ես իրեն իմ ընկերուհի էի համարում իրեն, իհարկե մեր սահմանը պահելով ու բոլորն էին դա նկատում, բժիշկը նույնիսկ կանչել է ինձ մի քանի անգամ աշխատողները Կարինե ինչ ես անում դու ես աղջկա, ինչի է ինքը այսպես փոխվել։ Բժիշկը ինձ ասում է, Կարինե ասում է, ինչի է հիմա մեր կալենդարի մեջ, լավ խոսալով գնամ չուշանամ, մեր կալենդարի մեջ ասում է Այսքան երեխաներ հայտնվել որտեղից են, ինչի է ու բոլորը իր հապավումն է, իր անուն ազգանունի հապավումն է ասում է, ինչի է Նատալին անընդհատ ասում է երեխաներ ես փոքրերին բան էսպես ասում եմ համբերեք ասում եմ, վերջը Այդպես ու ես զգում եմ այս վերջերս, որ գալիս են երեխաներ, ինքն է ուզում այդ ազատություններն անցկացնի, շատ բաներում զգում եմ ու միայն ես չէ, շատ-շատերս բարիացել էր, ամեն ինչ շատ լավ էր ու երբ որ չկար այդ լարվածություն, ինքը լարվածություն չէր տանում մեզանից դեպի բժիշկը, այնքան լավ էր ընթանում ամեն ինչ, այնքան, չգիտեմ, որ ջրի հալա ջուղի նման գնում էր ամեն օր ու չենք հասկանում, երբ է օրը սկսում, երբ է վերջանում, ու այդ բոլորն էին նկատում, նույնիսկ մի քանի անգամ բժիշկն է ժողովների ժամանակ ասում է, ինքն քերուն են էդի, թու, ասում է, ինչա կատարվում, ու ինքն արձակուրդ էին ասեցի, չէ, երեկ ես գնացել եմ գործի, դուրը ծեծում եմ, լսում եմ, որ իր աղջիկները ներսում են Ալեքսնել հետները, բայց չեն բացում, մեկ էլ տենան բացեցին, ու հա ոնց ես բան իմացանք, որ հիվանդ է սենց, ու մեկ էլ Նատալին տխուր դեմքով, լուրջ դեմքով, ասում է, հիմա քեզ Կարինե, լավ ես, հաստատ լավ ես նոփան, հիմա մի հատ նկար պետք է ցույց տամ, բայց խնդրում եմ, բան սենց բաներ անում, իրանք պայմանավորվել են իրար մեջ, բայց հանկարծ բան չանես, չգիտեմ ախր ցույց տամ թե չէ լավ մնա աշխատանքի վերջում ցույց կտամ բան, ասում եմ դե ասա գժոցիր էլի այսպես, մեկ էլ ասում եմ լավ ցույց մի տուր չեմ ուզում տեսնեմ, ինչի ասում, Նատալի ասում հղի ես, ու մեկ էլ սենց արցունքները գնում գրկել է ամուր, որ ինքը կյանքում է մարդ գրկել էլի, ասենք այնքան իրան դիստանցիա պահում բոլորից, այնքան ամուր է ինձ գրկել ու ասենք հաշվի էլ չի առնում նույնիսկ որ ուրիշ վաղտ ինքը վայ դու գրիպ եք ինձնից հեռու մնացեք կամ այդ խոտը ինձ դուր չի գալի այդ օծանելիքի վայ սենց բան գրկել է ամուր ասում է ձեռքերը սենց սխմել է ասում է այդ ոչ մեկ չի հասկանա ես հիմա ինչ եմ զգում բայց ապրես շնորհակալ եմ ասում է Շնորհակալ եմ, ասում եմ, ես ամբողջ ասում եմ կյանքից վերջ քեզ ասելու եմ, չգիտեմ մենք երբ էլ իրար կտեսնենք միջև երբ էլի, բայց ասում եմ ես ամբողջ կյանքում քեզ եմ ասելու շնորհակալ եմ, ասում եմ Նատալի ինչի համար ասում եմ այս նոր Նատալի համար, այդ որ ասեց, ասի Փառքը շատ էր Աստված, իմ միսիան համարում եմ ավարտված, սենց ուրեմն, չգիտեմ ու ամբողջ օրը ինքը ժպիտը դեմքին նայում է, ինձ ժպտում է գնում գոլիս է հետևից մեջքիցս գրկում է, այ ասում է, ես ինչ լավ օծանելիք ես ցանել, բայց որ ինքը մինչև այդ իրեն թույլ չէր տա ինչ-որ մեկին ասեր, որ իրենից լավ օծանելիք ցանող կա, բան սենց, ասում եմ, այն նոր օծանելիքն է, այն որ պատվիրել է, որ ասեցի այն Ալհարամանին, ասում եմ բանը, որ ինչ լով ես բուրում, ոնց ինչ լովն ես, գնամ սուրճ բերեմ, ես անեմ, չգիտեմ, ու այդ ընթացքում հայ ես իրեն ենքան էի փոխել, որ նույնիսկ են հետազոտությունների թեժ պահին, ինքը օրվա մեջ 2-3 անգամ ինձ սուրճ էր բերում աշխատասենյակ, այդ կարգի ինքը փոխվել էր ես վերջի 2 ամսում, ու էլ չասեմ, մի խոսքով հասկանում ենք եւս մեկ անգամ, որ իրոք սերը, հավատը, բարությունը իրոք փրկություն է, այդպես գնամ տեսնեմ այսօր ինչ տրամադրություն ունի, վերջ սիրելիներս ես հասա, իջել եմ արդեն ավտոբուսից, գնամ մեկ անգամ եւս բոլորից շատ լավ օր եմ մաղթում, լավ եղեք, լավ մնացեք, չեմ կարծում որ էլի տեսանյութեր կավելացնեմ այս վլոգին,
Ձեզ հաճելի դիտում ու սպասեք նորանոր, իսպես արևոտ, գեղեցիկ վլոգների։ Շնորհակալ եմ շատ, որ ինձ հետ եք, լավ մնացեք, սիրում եմ բոլորիդ։